մի հնարքով դա մարդկանց մեջ այն ինչպես մենք հիմա չենք հասկանում, մենք այսքան պարալիզացված ապաթիայի մեջ, այդ կցրեի ու մեր արժանապատվության այդ թասի բասվածի բանը զարթներ մեր մեջ ու հասկանայինք այս ինչ ենք անում, երբևէ ինձ այդքան անկեղծ ու այդքան բանով չէին ներկայացրել։ Միգուցե շատ ավելի ճիշտ կառավարման դեպքում, համակարգման դեպքում եւ Հայաստանի կողմից համարժեք, համապատասխան աջակցության դեպքում այլ ելքով էլ հնարավոր էր դուրս գալ այդ պատերազմից 20 թվից հետո այլևս ռուսական ալիքներ չէի կարողանում նայել։ Իմ այսօրվա հյուրը Մերին արցախցի է։ Դրա մասին ասում են, թե նա էլիտայի ներկայացուցիչ է։ Նույնիսկ ֆեյքեր էին տարածում, որ Մերին Երևանում ունի բիզնեսներ, ունի բնակարաններ։ Իրականությունը սակայն լրիվ այլ է, ինչպես դա հաճախ է պատահում այսօրվա Հայաստանում։ Ողջույն, իմ հյուրը Մերի Դավթյանն է, Արցախի հանրային հեռուստաընկերության նախկին տնօրեն, Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղի նախկին տնօրեն Մերի Դավթյանը։ Մերի, ողջույն։ Ողջույն Ազատյան։ Մենք բարեկամներ ենք, լավ բարեկամներ ենք եւ դրա համար մենք խոսենք դուով։ Ինչպես է Մերին այսօր եւ ինչով է զբաղվում Մերին այսօր։ Միջև այդ հարցին անդրադառնալը թույլ խոստովանեմ, որ երբևէ ինձ այդքան անկեղծ ու այդքան բանով չէին ներկայացրել։ Չէ, ես գիտեմ, Մերի, ամեն անգամ երբ մենք զրուցում ենք ու ամեն անգամ երբ դու խոսում ես քո բնակարանային խնդիրներից, մի բնակարանից վարձով մյուսը տեղափոխվելու մասին, ես միշտ հիշում էի այդ ֆեյքերը, որ քո մասին տարածում էին ու նույնիսկ քո օրինակը բերում էի ընկերներին, երբ խոսում էին Ղարաբաղցիների մասին ու ֆեյքեր էին տարածում։ Որտեղ է այսօր ապրում Մերի Դավթյանը Երևանում։ 15 օր է արդեն, ապրում եմ 3-րդ մասում, հիմա էլ այդտեղ ենք վարձակալել, սա տարի ու կես այս ժամանակահատվածում կտրվածքում արդեն 5-րդ հասցեն է իմ։ Ես մեկ-մեկ sense հումորով ասում եմ, պետքա բոլոր վարչական շրջաններում ապրեմ, հասկանամ, որտեղը ավելի ճիշտ ապրել է, այնպես որ դեռ ընթացքի մեջ ենք։ Իսկ ինչով է զբաղվում Մերի Դավթյանը Երևանում։ Աշխատում եմ բարեբախտաբար, փորձում եմ հասարակական գործունեություն որոշակի ծավալել, շատ ոգևորված չեմ, մի քիչ չկամությամբ, բայց կարևորելով փորձում եմ նաև դրանով զբաղվել։ Այդպես առանձնապես այն ակտիվ կյանքից երկու երակի անգամ ավելի թույլ է ռիթմով, չնայած Երևանը ենթադրում է հակառակը, բայց այդպես։ Դեռ ուշքի չես եկել, կգաս։ Ես չգիտեմ Ազատյան, երբևիցե ուշքի գալու այդ ամենալիակատար լիարժեք իմաստով լինելու է, թե չէ, ես դա չգիտեմ։ Մենք կխոսենք արցախցիների սոցիալական խնդիրներից, անպայման կխոսենք մեր այս զրույցի ընթացքում, բայց ես ուզում եմ այլ թեմայից սկսենք։ Դու միակն էիր, որ ամուսնուդ հետ միասին բողոքի ակցիա կազմակերպեցիր Արցախում այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ էիք բողոքում։ Կարող ես մի քիչ պատմել, ինչու որոշեցիր եւ ինչպես ընկալվեց քո այդ բողոքի ակցիան Արցախում։ 21 թվականին է։ 21 թվականին, երևի թե միակը չէի, բայց այն որ դիմել էինք այսպես ասած էքստրաորդինար քայլի, ամենածայրահեղ քայլի, այո, երևի միակն էինք։ Այո, հացադուլ էինք հայտարարել, որովհետև գիտեք, մեկ-մեկ անհուսությունից, չգիտես ինչի կարող ես գնալ, ինչ քայլերի ես պատրաստ։ Դու ինքդ նույնիսկ այն որ պլանավորած հացադուլ չէր։ Իդեպ Արայիկ Հարությունյանի հանդեպ այդ վերաբերմունքը ձևավորվել էր 20 թվականի պատերազմի օրերին։ Դրա համար այնպես չի որ 21-ին այդ ուղղակի կուտակվել էր անընդհատ այդ ձախողումները ու մենք մեր վրթովմունքը այլ կերպ արդեն չգիտեինք ինչպես դրսևորել անհուսությունից ճիշտ ասած առաջարկը ամուսնունս էր ասեց լավ է արի էլի իջնենք հենց նախագահականի դիմաց որովհետև նախորդին Արցախի հանրապետության նախագահը Հայաստանի հանրապետության վարչապետի ու այսպես ընտրությունների նախընտրական քարոզարշավի շտաբում էր
Ինչը մեզ համար արդեն սահմանից չափերից դուրս քաղաքական գծերը հատել էր։ Պարզվեց էլի կային գծեր, որը հետագայում նա հատեց, բայց այդ պահին մեզ թվաց, որ ինչպես կարելի է այդ տարիներով ձևավորված մշակույթը, բան խախտելու այդ աստիճան, ինչ կարիք կար, մանավանդ գիտես ինչ վերաբերմունք կա 20 թվականից հետո հայաստանյան իշխանությունների հանդեպ ինչեր պետք տենց անել։ Այդպես շատ սպոնտան, բայց շատ կոնկրետ կանգնեց դադարեցրեցիք ձեր հացադուլը։ Մենք 3 օր ձգեցինք այն իմաստով, դա բողոք էր, թե ինչ որ պահանջել կար։ Քաղաքացիական կեցվածք էր, ինչ որ կերպ արտահայտելու, որովհետև այդ ժամանակներում մեզ նաև շատ մեղադրում էին, որ Արցախի շուրջը ինչ կատարվում է, շատ հանդուրժողական եք, շատ խելոք ընդունում եք։ Միտասեք էտել էր նյարդայնացնում, որովհետև իրականում այդպես չէր։ Այլ հարց է, որ մենք հրապարակային ամեն ինչը չէինք ցուցադրում կամ ինչ որ գործողությունների տենց հրապարակային չէինք գնում, առավել եւս դրա մասին շատ չէինք պատմում, բայց այն որ արդեն հասունացել էր, չգիտեմ, անհուսությունից մենք երկուսով որոշել էինք այդպես։ Իսկ ինչու դադարեցրեցիք հացադուլը։ Որովհետև ինքը եկավ եւ հրավիրեց մեծ հանրահավաք, որտեղ պիտի տար այն հարցերի պատասխանները, որոնք կուտակվել էին այդ ժամանակահատվածում, ասում եմ, դժգոհությունը միայն մեր կողմից չէր։ Այդպես այդ հանրահավաքի ժամանակ շատ այսպես համակարգային ելույթ ունեցավ ու բացատրություններ տվեց իր վարած քաղաքականությանը։ Վերջում մեզ հացադուլավորներից առողջություն մաղթեց, ինչը շատ ավելի հաստատեց մեր վերաբերմունքը տեսակետը իր հանդեպ, բայց իմաստազրկեց այդ ամբողջ քաղաքացիական գործընթացները, որ իմաստազրկեց մի խոսքով։ Այսօր Արայիկ Հարությունյանը, ինչպես եւ 22 մեր այլ համաքաղաքացիներ Բաքվի բանտում են։ Դրա համար մենք չենք կարող նրա մասին անկեղծ խոսել, բայց ես խոսում եմ եւ զուգահեռ մտածում դրա մասին, այո։ Ես միայն մեկ հարց եմ ուզում տալ Արայիկ Հարությունյանի անձի հետ կապված ու ակնկալում եմ անկեղծ պատասխան, անկեղծ։ Եթե Արցախի նախագահը պատերազմի օրերին Արայիկ Հարությունյանը չլիներ, այլ մեկ ուրիշ ավարտ կունենար այդ պատերազմը։ Ես ու դու պատմաբաններ ենք, եթեները մի քիչ վերապահումով ենք։ Ամեն դեպքում դու այդ օրերին Արցախում էի։ Համենայն դեպս 2016 թվականի պատերազմի փորձառությունը ունենալով, այն էլ ոչ այդ մասշտաբի պատերազմ, բայց համենայն դեպս այդ երևույթին մեկ ուրիշ կառավարչի վերաբերմունքն ու գործողությունների պլանը լրիվ ուրիշ էր, այս դեպքում մենք լրիվ ուրիշ Այսինքն երբ որ ասում են, որ մենք խորքային իմաստով որևէ ձևով պատրաստ չէինք այդ պատերազմին եւ դա շատ բնական է, որ Ադրբեջանը հաղթեց այդ պատերազմում նման ձևով հաղթեց, դա իրականություն է, թե այդուամենայնիվ շատ բաներ կան, որ կարող էր այլ կերպ լինել։ Ես կարծում եմ մի մեծ շղթայի ահագին նողակներ, որոնք բոլորն էլ նպաստեցին, որպեսզի այդ պարտությունը գրանցվի։ Բաները, գիտեք, հրամանատարության ենթակա պատերազմից հետո խոսում եք, չէ՞, դուք Արցախում անդադ այդ թեմայով խոսում եք, ինչ էին իրենք ասում, հնարավոր էր այդ պատերազմը այլ ձև ավարտ ունենար։ Հնարավոր է դա, թե միգուցե շատ ավելի ճիշտ կառավարման դեպքում, համակարգման դեպքում եւ Հայաստանի կողմից համարժեք համապատասխան աջակցության դեպքում այլ ելքով էլ հնարավոր էր դուրս գալ այդ պատերազմից։ Ռազմաքաղաքական դիտանկյունից մի քիչ ինձ բարդ է դա վերլուծելը, ընդհանրապես այսպես բանով կարող եմ ասել, բայց դրան զուգահեռ իհարկե կան նաեւ շատ փորձագիտական, այո, օբյեկտիվ փաստարկներ, որ իսկապես անհնարին էր այդ պետությունների դեմ կանգնել ու հաղթել։ Արցախցիներով, գոնե այն մարդկանցով, ովքեր մնացել եք պատերազմի օրերին Արցախում, Ստեփանակերտում, երբ հասկացաք, որ պատերազմը տանուլ ենք տալիս եւ մեզ սպասում են շատ վատ զարգացումներ։ Ես ցավով պիտի ասեմ, որ պատերազմի 44 օրերին ամբողջությամբ չեմ մնացել Ստեփանակերտում, ինչը մեծ խարան է ինձ համար եւ ես ասում եմ, որ այն եզակի բաներից մեկը, որի համար ես ինքս ինձ չեմ ներում, որ այնուամենայնիվ պատերազմի օրերին դուրս էի եկել, դրան իհարկե կային շատ օբյեկտիվ պատճառներ, դրա համար իմ ամեն մի բացատրությունը, իմ ամեն մի խոսք գուցե եւ սուբյեկտիվ լինի ու ոչ ամբողջական արտահայտի ու դրա իրավունքը միգուցե ես ամբողջությամբ
չունենամ, բայց ամեն դեպքում շատ հեռվիցել ամենօրյա բանի զարկերակի վրա էի ու ընկերուհիս Ծովինարը գիտեք մեր ընդհանուր ընկերուհին գիտեք որ անընդհատ սահմանին էր անընդհատ Եվ երբ հասկացաք որ բարդվում եք Ես կարծում եմ միջև վերջի պահը չեն էլ հասկացել որովհետև Ծովինարը այնպեսի պատմություններ էր պատմում որ զինվորը սահմանի շատ վստահ էր որ այն ինչ ինքը անում է տանում է Շուշին ընկնելուց հետո այո արդեն ինչ որ բաներ ուրվագծվում էին բայց ասում եմ գիտեք այդ պատերազմը բլոկադա ասվածը ինչ որ այդ բռնի տեղահանումը, այդ էթնիկ զտումը նենց երևույթներ են, որ մեջ լինելով դու շատ բան չես գիտակցում։ Դու հասկանում ես, բայց ամբողջապես չես գիտակցում ինչ ելք կարող է ունենալ, որովհետև դու միշտ ապավինում ես գոնե քիչ թե շատ դրական լավ ելք։ Այսինքն քեզ ստիպում ես վատը չմտածել։ Վատը չմտածել ու դա խանգարում է որպեսզի դու ավելի օբյեկտիվ Երբ Հայաստանում 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ես հիշում եմ մեր զրույցը։ Ես Մոսկվայում էի, դու Ստեփանակերտում էիր, մենք իրար զանգեցինք, հեռախոսով խոսում էինք եւ դու այն եզակի մարդկանցից էիր, գոնե ում հետ որ ես ես շփվում ու շատ վախեցած էր եւ ասաց, սա ինչ կլինի։ Արդյոք այն ժամանակ արդեն զգում էր, որ ինչ որ բան այն չի լինի Արցախի համար։ Ինչու։ Դե որովհետև մի քիչ հետևողական էինք, հետևում էինք process-ներին, քաղաքական գործիչների, իսկ այնով հավակնում էր դառնալ երկրի թիվ 1 պատասխանատուն, հետագիծը պրոարցախյան չէր, ակնհայտորեն, եթե ավելի կուրճ ձևակերպումներով չասենք։ Այլևս այն վստահությունը չենք ունենա, ինչ ունեինք 30 տարիների ընթացքում։ 30 տարի վստահ էիք, իսկ Դե համենայն դեպս կրկնվեմ եկավ, պարեց, հայտարարեց, այդ ժամանակ ավելի էր վախեցնող, այդ ավելի էր սաստող։ Գիտեք, բաներ կա, որ էլի չի բացատրվում, չնայած կարելի է եւ բացատրել հոգեբանական շերտերով նույնիսկ, բայց հավատը այնպեսի մի բան է, որ կամ հավատում ես կամ չես հավատում։ Ես ինքս չէի հավատում ու ինձ նման շատ-շատեր չէինք հավատում։ Կեղծ էր։ Քանի որ դու այսպես այս ամեն ինչին բավականին քաջատեղյակ ես այն ինչ կատարվում էր Արցախում, արդյոք հնարավոր չէր ինչ-որ բան փոխել ոչ միայն պատերազմի մասին, այլ նաև պատերազմից հետո, եթե Արցախում լինեին ուրիշ մարդիկ, եթե Արցախում լիներ ուրիշ իշխանություն, թե ամեն ինչ կախված էր Հայաստանի ղեկավարից եւ առանց Հայաստանի աջակցության ինչ-որ ուրիշ զարգացում չէր կարող լինել։ Ես համոզված եմ, որ դու ինքդ էլ գիտես այդ հարցի պատասխանը, այսպես ասած, միանշանակ չի։ Արցախում շատ կոտրվեց Արցախցին։ Արցախում շատ միջև վերջի վարկյանը ինձ թվում է չկոտրվեց, ես իմ օրինակով կարող եմ ասել, մենք միջև վերջ էլ կարծում էինք, որ մնալու ենք ու պետքա պահել, քանի հոգով էլ լինենք, պետքա պահել։ Բայց եթե դա չունի քո հիմնական սահմանադրական պաշտպանի, այսպես ասած, աջակցությունը, թիկունքը, ես չգիտեմ ինչքանով է հնարավոր կամ պատմության մեջ կան նման օրինակներ, ու Սպարտայի օրինակ կա եւ երևի կլինեն էլի։ Եթե չկա հիմնական աջակցությունը Հայաստանից, մայր հայրենիքից, այսինքն արցախցիներից քիչ բաներ կախված։ Կախված էր այն, որ միջև որովհետեւ Հայաստանում շատ են, չէ՞, մեղադրում Ղարաբաղցիներին, ասում են, որ չմնացին, չպայքարեցին, նույնիսկ իշխանական մակարդակով են դա ասում, որ չպետք է դուրս գային կամ, չգիտեմ, պարտիզանական շարժում սկսեին եւ այլ։ Դե կներեք, որ մեր պատշգամները չհերեկեցին սմբուկներ աճեցնելու եւ դրանով ապրելու դիմակայելու։ Արդեն սովը խեղդում էր, արդեն շատ ավելի տգեղ ու տխուր իրավիճակներ էին ստեղծվում, ինչը այսպես վերջակետվեց այդ մեկօրյա պատերազմով։ Եթե այդքանից հետո էլ չնայած կրկնվեմ, էլի կար պատրաստակամություն, ոչ մի արցախցի չէր ուզենա
դուրս գալ, բայց Արցախցին գերադասեց հանրահավաքային ակտը, այդպես ասած, որ այս պետության հետ մի հարկի տակ հնարավոր չի ապրել։ Երբ որ դուրս եք գալիս, հասկանում եք, որ գնալու եք եւ երբեք էլ չեք վերադառնալու։ Չէ։ Թե ընկալվում էր ինչ-որ ժամանակավոր։ Հիմա էլ չեմ այդպես մտածում, որովհետև դա կլիներ համ սխալ, համ անհույս, իսկ անհույս չեմ, անհեռատես։ Հիմա աշխարհը այնց տարագ ամեն ինչը փոխվում։ Ես հավատում եմ, որ իմ վերադարձը լինելու է եւ ոչ տենց այդքան հեռավոր ապագայում։ Լավ։ Ես այն քիչ մարդկանցից եմ, որ պատերազմից հետո եղել եմ Արցախում 2022 թվականի հունիսին եւ տեսել եմ Արցախը ադրբեջանական պոստեր, ադրբեջանցի զինվորականների, այսպես լավ զինված, մեծ քանակով, օրինակ այդ Ստեփանակերտ Լաչին ճանապարհին Շուշիի մոտ։ Եվ երբ մենք շրջում ենք այդ մի քանի օրը Արցախում, անդադ իմ ուղեղի մեջ հարց էր ծագում, ինչու էս մարդիկ վերադարձան։ Գնացին պատերազմի ժամանակ եւ գրեթե բոլորը վերադարձան։ Ինչու բոլոր արցախցիները վերադարձան Արցախ պատերազմից հետո, ում հավատացին։ Նախ վերադարձան իրենց տուն, որտեղ ապրել են հազարամյակներ։ Իրենց արմատը այնտեղ գտնելու, որովհետև գիտեք, մարդն էլ բնության մի մասնիկ է եւ ինչ որ տեղաշարժերից ստրեսներ ապրում է։ Լավագույն տեղը Արցախցու, դա բնականաբար Արցախն է, անբնական ոչինչ չկար վերադարձի մեջ։ Նույնիսկ այդ ռուսական երաշխիքները էլի նախապայման էին իհարկե, բայց ոչ առաջնահերթ։ Մարդը այնպեսի իհարկե բնազներով է նաև առաջնորդվում։ Կարծում եմ այո, որոշակի երաշխիքների դեպքում այո։ Այս դեպքում էլ եկեք ավելի քեզ հետ միայն անկեղծ խոսելն է ստացվում։ Եթե հիմա էլ ինչ որ մի շանս ու հնարավորություն տրվի, ես կարծում եմ շատ-շատերը ու եթե չասեմ բոլորը կվերադառնան Արցախ։ Բայց այս դեպքում արդեն պետք է տարանջատենք ցանկությունը քաղաքական ինչ-որ որոշումների հետ։ Իսկ երբ 2022 թվականին աշնանը Պրահայում Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մասն է, ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, տագնապ չկար արդեն, որ մենք երկար այստեղ չենք մնա նման հայտարարությունից հետո, ոնց ընկալեցիք այդ հայտարարությունը եւ ինչ արեցիք այդ հայտարարությունից հետո։ Մենք քիչ առաջ խոսում էինք դրա մասին, որ այդ տագնապը 18 թվականին առանց ձևակերպումների, բայց կար մեր մեջ, յուրաքանչյուրիս մեջ կար։ Այնպես որ 18-ից հետո ձեր նշած մարդու յուրաքանչյուր խոսք, քայլ, գործողություն։ Չէ, արդեն այլ հայտարարություն է, սա էգզիստենցիալ հայտարարություն։ Այնպես չի, որ ասել էր Արցախը Հայաստան է եւ վերջ, ես հիշում եմ այդ հանրահավաքի ժամանակ մենք հենց մարդկանց մեջ, այսպես sense քայլելով, չէին կարողանում տեղից ուղիղ կանգնել, քայլելով sense շրջում էինք ու նաև տրամադրությունները շոշափում։ Իհարկե, էլի անբացատրելի պաթոսը կար ու այդ ամեն ինչի ինչ որ ձևով նաև ուղղորդվում էր, կազմակերպված էր, գիտեք, այդ ամեն ինչի ենթատեքստը, որ հայտարարել էր Արցախ Հայաստան եւ վերջ, այդ ժամանակ էլ ողջավորություն չկար, որ հիմա էլ ասել Ադրբեջան է, դրանից շատ տխրեինք, մեզ համար դա սпасելի էր։ Իդեպ Ազատյան ուզում եմ մի հատ ընդգծում անել, ես ինչ ասում եմ, ես իմ դիտանկյունից եմ ասում, այնպես չի, որ անվերապահ ճշմարտություն եմ ասում, բայց մեծամասնությունը, ում հետ ես շփվում եմ եւ ում հետ կիսում ենք գաղափարներ, հիմնականում այս տրամադրվածության էին։ Ոչ այն ժամանակ ուրախացել ենք, ոչ այդ պահին էլ տխրել, որ հայտարարել է, որ Ադրբեջան, բայց մեզ թվում էր, որ գուցե դա քաղաքական նպատակներով կամ որ իրավիճակային դրդմամբ կամ պարտադրանքով արված հայտարարություններ էին, բայց մենք կարողանալու ենք նաև դա հաղթահարել, որովհետև երբ կոտրվեցիք, երբ հասկացաք, որ արդեն հնարավոր չէ դա հաղթահարել, երբ հասկացաք, որ վերջ, սա վերջն է, որ մենք այստեղից գնալու ենք։ Մեր դեպքում սեպտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 25-ին։ Այո։
որովհետև 24-ին մենք ընտանիքով ցենց խոսում ենք, ասում ենք այո, երեխաներ ունեցողները պետք է դուրս գան, բայց մենք կարող ենք մնալ, որովհետև Իսկ ինչի հենց 20 ինչ եղավ։ Նախ հայտարարվեց այսպես, որ դե չէ, դուրս են գալիս, որովհետև բերում են Ադրբեջանի դրոշը կախեն նախագահականից, դա մի տեսակ այդ սիմվոլիզմը, գիտես ինչ ուժ ունի, մի տեսակ դա հաղթահարելը հնարավոր չէր, եթե չասեմ, որ արդեն ադրբեջանցիները իրենց հատուկ ձեռագրերով արդեն որոշակի գործողություններ արել էին եւ շատ Ստեփանակերտին էր արդեն մոտ Մարտունին տեղահանվել էր Մարտակերտը արդեն 2 օր Ստեփանակերտի փողոցներում էր ապրում այնպես որ ակնհայտ դարձավ որ չէ հնարավոր չի Քո վերաբերմունքը Ռուսաստանի պահվածքին, Ռուսաստանի քաղաքականության Արցախի հարցում Այսինքն, երբ ռուսներն ասում են, երբ Պուտինն ասում է, մենք այլևս ոչինչ չենք կարող անել, եթե Փաշինյանը արդեն հայտարարել է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, ինչ է սա, չափազանցություն, թե իսկապես Իրականություն չէ, գիտեք, արցախցիներիս ռուսոֆիլներ են համարում, մասամբ դա այդպես էր, բայց Պուտինը դա ասելուց առաջ էլ մեկ ուրիշ բան էր ասել, որ Արցախը Նագորնոյ Ղարաբաղ չէ Ադրբեջանը, էլի իբրև այսպես անսպասելի ցակող բան չէր, մենք հասկանում ենք դիվանագիտության լեզուն, հասկանում ենք քաղաքականության ընթացքը եւ Իրանից ավելի այսպես նեղանալ եթե կարելի է կամ Չէ, բայց արցախցիներից քչերն էին ենթադրում, որ ես որպես մարդով մի քանի տասնյակ զբաղվել է Ղարաբաղյան խնդրով լուսաբանել եմ այդ բանակցությունները, ենթադրել, որ Ռուսաստանին կհաջողվի մտցնել իր խաղաղապահները Ղարաբաղ եւ հետո ինքնակամ հեռանալ, շատ բարդ էր։ Բայց իրանք թողեցին գնացին։ Եվ հայաթափումը հենց խաղաղապահների ներկայությամբ եղավ։ Շահերի առավել եւս տնտեսական շահերի նպատակահարմարությունը իր դերը խաղաց այնպես որ գինը երևի մեր գինը այդքան էլ մեծ չէր Ռուսաստանի տվյալ դեպքում Հայաստանի բնակչության մոտ այնինչ կատարվեց Արցախի հետ եւ հայաթափումը նաեւ եւ պատերազմը կապիտուլյացիան պատերազմում շատերի մոտ հարցեր ծագեցին Ռուսաստանի նկատմամբ եւ Հայաստանը, որ երբեք չէր եղել Հայաստանում երբեք շատ չէին, այսպես ուժեղ չէին հակառուսաստանյան այդ ալիքները, տրամադրությունները եւ այլ, իսկապես մի զգալի հատված մարդկանց բնակչության սկսել է ռուսներին ատել մեղմ ասած, չսիրել։ Իսկ արցախցիների մոտ արդյոք փոխվեց այդ ռուսաֆիլ լինելը Որոշակիորեն այո, դարձյալի օրինակով ասեմ, որ 20 թվից հետո ու նաև հետագա տարիներին 21-22-ին առավել եւս, այլևս ռուսական ալիքներ չէի կարողանում նայել, որովհետեւ այդ քարոզչական խոսույթը, հա, չի հավատում, այնց վստահ է, որովհետև լուրջ պետության գերտերության մասին ես չի ասենց խոսում, մտածում ես, որ չէ, ամեն դեպքում տեղի չի տա ադրբեջանական ինչ-ինչ պահանջներին։ Ամեն դեպքում այդ այսպես դիստանցվածությունը, այդ այլևս ոչ են բացճակատվարի հայացքով նայելը, այդ կա, բնականաբար չի կարող չլինել։ Անձամբ քո վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ չի կարող չլինել, բայց իսկ արցախցիների մեծ մասի մոտ է այդպես։ Որևէ մոնիտորինգ չեմ ասել, չեմ կարող ասել, բայց զրույցների մակարդակով շատ-շատերի մոտ։ Այդ ամենայնիվ արցախցիների մի զգալի մասը, երբ հայթափվեց Արցախը, եկան Հայաստան եւ մի մասը մեկնեց Ռուսաստան։ Այո, որովհետեւ մենք մի խորհրդային միության այսպես սերունդ կա, որ շատ բան ընդունում եւ ունեն հարազատներ, բարեկամներ, շատ տրամաբանական էր, որ մի մասը պետք է հասնել մինչև Ռուսաստան։ Կանգնել է այդ Հայաստանից հեռանալու այդ ալիքը կանգնել է արցախցիների շրջանում, թե դեռ շարունակում են մարդիկ գնալ։ Պայմանականորեն կանգնել է, կան նաեւ վերադարձողներ, բայց պարզ է, որ Հայաստանում այսպիսի արցախցիների հանդեպ մթնոլորտի սրացման դեպքում այդ ալիքը կարող է եւ ուժ գնանալ։
Ինչ տվյալներ ունեք արդյոք, որ տոկոսն է հեռացել։ Խոսում են 30%-ի մասին, ոչ թե 30%-ի մասին, ներողություն, խոսում են մոտ 30,000-ի մասին, որ լքել է Հայաստանի Հանրապետությունը, բայց կան նաև վերադարձողներ, կրկնում եմ, որովհետև այդ ամենը ակնհայտ է, որ մի հատվածը գնացել է։ Զգալի հատվածը գնացել է։ Իդեպ նաև մեկնում են եւ Եվրոպա եւ ավելի հեռու։ Մենք հասանք արցախցիների սոցիալական խնդիրներին եւ արցախցիների վիճակին այստեղ Հայաստանում։ Ըստ քեզ, համանաբար մտածել ես, ինչու Հայաստանում կան մարդիկ եւ նրանք ինչքան էլ դաժան է դրա մասին խոսելը, բայց փոքրաթիվ չեն, ինչու հայաստանցիները չեն սիրում արցախցիներին։ Իմ հանդիպած մարդկանցից մեծ մասը սիրում է։ Ես էլ չեմ հանդիպել մարդիկ, ովքեր չեն սիրում, բայց այդ ամենին դրանք կան։ Այնուամենայնիվ կա։ Ղարաբաղի համար 88-ին ամբողջ մի ազգ ոտքի կանգնեց եւ ոչ միայն Հայաստանում, այլ Սփյուռքում նաեւ, որովհետեւ ազգը սիրում էր իր ազգակցին։ Իսկ հիմա չի սիրում, ինչու։ Եվ ինչքանում են դրանում այսօր մեղավոր հենց իշխանությունները։ Քարոզչության արդյունք ու հետևանք է, ասեցին, որովհետև սովորական մարդկային մակարդակներում, հարաբերություններում, այսպես սոցիալական հարթակներից դուրս, իսկապես ես իմ, չգիտեմ, փայտ կա միտեղ խփեմ, որ վատ վերաբերմունքի չեմ արժանացել, ոչ էլ վատ խոսար մի խոսքի եմ հանդիպել, բայց կա իհարկե այդ ամենը եւ դա պայմանավորված է բնականաբար իշխող ուժի այսպես ատելության խոսքի ու ատելության մթնոլորտի գեներացման հետ ակնհայտորեն։ Ինչ պատմություններ է Վրանի հետ Ազատության հրապարակում, երբ արցախցիները դուրս եկան պայքարի սոցիալական իրենց խնդիրների համար, Իդեպ ոչ միայն սոցիալական, ավելի շատ իրավունքների համար, որովհետև այնտեղ հիմնական 4 կետերը ավելի շատ վերաբերում էին իրավունքներին։ Այդ ամենը երբ իշխանությունները հայտարարեցին, որ 2 ամսով մենք հետաձգում ենք, Վրանը հավաքեցին, գնացին։ Առևտրի ամենահեշտ կետերից մեկն էր, որ դրա վրա կարելի էր խաղարկել, որպեսզի այն հիմնական խոշոր թեմաների մասին շատ քիչ խոսվի, դա գերիների հարցներ, դա վերադարձի համահավաք վերադարձի իրավունքներ, դա հիմա Արցախում իսպար ոչնչացվող պատմամշակութային մեր ֆոնդներ, նկատի ունեմ, որ այդ գլոբալ մեծ լուրջ թեմաներից չխոսելու համար բևեռեցին միայն սոցիալականի վրա ամբողջ խոսույթը ու բնականաբար թեման դարձավ միայն այդ։ Այդ հետաձգել 2 ամսով երկարացնելը մի տեսակ գիտեք ինչքան Ախր ազդող է, ես մեր այս թեմաներին մի քիչ որ փորձում եմ կողքից ու ոչ այսպես հայի դիրքերից օտարի երկրացու աչքերով նայել այս ամեն ինչին, այնքան խղճուկ ու այնքան խղճահարություն առաջացնող վարքագծի մեջ ենք մենք ազգակցիդ հայը հային ինչ որ օգնություն տալու համար պիտի այսքան վիճարկի կամ պիտի այսքան շահարկի մի ամիս տալիս եմ երկուսը չեմ տալիս մյուս ամիսը սպառնում որ արդեն իսկ օրինակ արցախցիները այս լավ օրի տվողի համար լավ օրի չի հասցնելու եւ դա այդ էներգիան հակադարձման ուժով նաեւ ազդելու է իրենց որովհետեւ հակաբնական process-ներ են տեղի ունենում ինչը շատ վատ է մեր ամբողջ ազգի համար եւ դժբախտաբար դժվողները դարձալ լինելու են սովորական ժողովուրդ։ Եթե դու հնարավորություն ունենայիր գնալ անցյալ եւ մի բան փոխել, ինչու կփոխեիր։ Մի բան, չէ, շատ բան եմ ուզում փոխել, բայց դարձի գանք, ուշքի գանք մի քիչ ողջախոհությունը մի քիչ մեր մեջ sense արնանազարդնի մի հնարքով դա բան կանեի մարդկանց մեջ այն ինչպես մենք հիմա չենք հասկանում խենք այսքան պարալիզացված ինչ որ ապաթիայի մեջ այդ կցրեի ու մեր արժանապատվության այդ թասի բասվածի բանը զարթներ մեր մեջ ու հասկանայինք այս ինչ ենք անում ես մեկ ասում եմ նույն այդ քաղաքական միջազգային շրջանակները ախր հիմա աշխարհը առանց պրավիլա առանց խաղի կանոնների ամեն ինչ եւ ուժի
գործոնն է մի տեսակ հիմա որոշիչ դարձել։ Նման պայմաններում մենք այս խեղճ ու կրակ խաղաղության օրակարգով, այն էլ մեր ներսում ունենալով այսքան խնդիրներ ու բարդ իրավիճակներ, խղճահարության է արժանի։ Ես ֆիքսեցի, որ եթե դու հնարավորություն ունենայիր ինչ-որ բան փոխել, դու կփոխեիր ոչ թե Արցախի հետ կապված ինչ-որ բան, այլ հենց նախ եւ հայերի, հայ ազգի գիտակցությունը կվերափոխեի։ Դա շատ հետաքրքիր մոտեցում էր։ Հետո կդասավորվի այնպես, ինչպես երևի թե ճիշտն է, ինչպես նախախնամությունը մեզ համար սահմանել է, որովհետև մենք լրիվ հակառակ մեր նախաստեղծ վիճակի ենք շարժում։ Դա շատ Բայց լավատես ես։ Բայց լավատես եմ, այո։ Ինչու՞։ Անհույս լավատես եմ, որովհետև դա էլ երևի առանձնապես բացատրություն չունի, այլապես ինչպես ապրեմ հետո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։